Գիշերը Շիրակի մարզում տեղացած Հորդառատ անձրևն ու աննախադեպ քանակի կարկուտը լուրջ վնասներ են հասցրել ինչպես Գյումրիում, այնպես էլ մարզի մի շարք գյուղական բնակավայրերում։ Բնական աղետի հետևանքով հեղեղվել են փողոցներ, վնասվել տներ, ոչնչացվել գյուղատնտեսական մշակաբույսեր, իսկ որոշ ընտանիքներ գիշերն անցկացրել են սեփական տներում անվտանգության համար պայքարելով։ Առավոտյան Գյումրու Տերյան փողոցի սկզբնամասում դեռ շարունակվում էին մաքրման աշխատանքները։ Գիշերվա ընթացքում տեղացած կարկուտի հաստ շերտը գրեթե կաթվածահար էր արել երթևեկությունը։ Փողոցի որոշ հատվածներում կուտակված սառցե զանգվածները հիշեցնում էին ոչ թե հունիսյան առավոտ, այլ ձմեռային տեսարան։ Կարկուտի քանակն այնքան մեծ էր, որ դրանց հեռացման համար անհրաժեշտ էր տեխնիկայի ներգրավում։ Անձրևաջրերը հեղեղել էին փողոցները, իսկ կարկուտը բազմաթիվ վայրերում խցանել էր ջրահեռացման համակարգերը։ Բնական աղետը հատկապես ծանր հետևանքներ էր ունեցել քաղաքի տարբեր թաղամասերում։ Ղարիբջանյան փողոցի տներից մեկում առավոտյան պատկերը խոսուն էր։ Բակն ու սենյակները լցված էին կարկուտով։ Ընտանիքի անդամները պատմում են, որ կեսգիշերին խաղաղ քուն է վերածվել է պայքարի, երեխաների կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար։ Մենք հազիվ ենք փրկել երեխաներին, ջրի մեջ մենք չենք կարողանում այդ մեբելը, այդ կամոտը պդդվելով մեր վրա ենք դնում, կամոտը շրջվեց ին վրա, կոդրվեց, փոքրիկ 3 տարեկան փալիկս գիրկս։ Մենք ինչքան հնարավոր է փորձեցինք պահպանել Փառք Աստծո եւ կարողացանք, ճիշտ է, մենք ինքս վնասված սալ ջարդներ ստացանք, սկեսուրս կոդրվածք ստացավ, բայց երեխաներին կարողացանք փրկել։ 8 հոգանոց ընտանիքն այժմ կանգնած է լուրջ խնդիրների առաջ։ Կամ մեկ վիրավոր, իսկ տան զգալի մասը վնասվել, կամ ամբողջությամբ շարքից դուրս է եկել։ Տան տերերը դեռ չեն պատկերացնում, թե ինչպես են վերականգնելու կրած վնասները։ Մենք 2 սենյակները արդեն մաքրել ենք, մնացել է այս 2 սենյակը, սառցե սպեկորներից ազատ ենք, տիղմը եւ այս ամենը էլի։ Վնասներ են արձանագրվել նաև Գյումրու այլ հատվածներում, ավտոկայանին հարող թաղամասերում, Արցախ թաղամասում եւ քաղաքի մի շարք այլ բնակելի գոտիներում։ Շատ բնակիչներ սոցիալական ցանցերում հրապարակել են լուսանկարներ եւ տեսանյութեր, ցույց տալով հեղեղված բակերն ու կարկուտով ծածկված փողոցները։ Նայ հասկի մեջ արդեն կարկուտը զարգի լրիվ ոչնչացել է, սոնք էլ պետք չեն տա։ Գիշերվա տարերկը չի շրջանցել նաև Շիրակի գյուղական բնակավայրերը։ Աշնանացան ցորեն, կանանացան գարի, կանանացան վարսակ եւ իհարկե կարտոֆիլի վաղած ցանկատարածություններ։ Պատկերը դեռ վաղ է ասել է, բայց որ մեծ է կարգադահարության վնասները, դա փաստ է։ Առավել տուժածներից է Ախուրյան համայնքը, որտեղ վնասվել են մեծ ու փոքր հողատարածքներ, այգիներ ու ցանկատարածություններ։ Տնտեսվարողները նշում են, որ վնասների չափն ակնհայտ է նույնիսկ առաջին հայացքից։ Տնասից հետո եթե պետությունում չկայնը մեր կողքը մենք երբեք էլ չենք շիտկի։ Շատերի համար մեկ գիշերվա ընթացքում ոչնչացվել է ամիսների աշխատանքը։ Գյուղացիները մտահոգված են հատկապես այն հանգամանքով, որ դեռ չմարած վարկերն ու պարտավորությունները չեն զիջում կրած վնասների ծավալին։ Նրանց խոսքով, եթե համապատասխան աջակցություն չցուցաբերվի, բազմաթիվ տնտեսություններ կարող են հայտնվել ծանր սոցիալական վիճակում։ Վարկերել ունենք, վարկեր տալիս պատմենք դուրս կա։ Անցյալ տարի նորից կարգադահարություն եղավ, նորից էլ տուժեցինք, կարտոշկեն, կարմիր լրիվ ոչնչացավ։ Համարյա էլի իսպես 90%, 95%, ոչ կարտոշկա աճեցրինք, պարկով վերցրել ենք այդ գումարները, այդ վարկերը թողած, նորից նոր վարկեր վերցրինք, որպեսզի կրնանանք շարունակենք այս աշխատանքը։ Իստորսկի այսօր նորից սկզեջը Biz andep laf ու տեսնում եք ագանատես թե ինչ նկատառում ինչ վիճակի մեր սա։ Շիրակի մարզպետի աշխատակազմը ահազանգեր է ստացել Ախուրյան համայնքի ավելի քան 10 գյուղերից։ Այս պահին, քանի որ եղանակը թույլ չի տալիս դաշտերում մշտադիդարգում իրականացնել, համայնքների կողմից առաջին իսկ հնարավորության դեպքում այդ կազմակերպվի, կուսումնասիրվի, կարձանագրվի վնասի չափը, համայնքային հանձնաժողովները եւ մարզային հանձնաժողովները իրենց աշխատանքային խմբերով կուսումնասիրեն եւ կազմված արձանագրությունները տրամադրեն հանրապետական հանձնաժողովին։ Այս պահին իրականացվում են վնասների ուսումնասիրման եւ գնահատման աշխատանքներ։ Մասնագետները տեղում առանձնացնում են ապահովագրված եւ չապահովագրված գյուղատնտեսական տնտեսությունները, հետագա աջակցության հնարավորությունները գնահատելու նպատակով։ Պետք է նշեմ, որ 2026 թվականի համար
կառավարության կողմից հաստատվել էր գյուղատնտեսական ապահովագրությունը եւ ապահովագրական գործակալությունները համայնքները ակտիվ աշխատել են եւ արկա պայմանագրեր կան կնքված, այս պայմանագրերի մասին հստակ թիվ չեմ կարողանա նշել, բայց պայմանագրեր կան, ԱԶԱՆԿ արդեն իրականացվել է ապահովագրական ընկերություններին եւ ընկերությունների կողմից առաջիկա օրերին մասնագետները, գնահատողները գնահատում կիրականացնեն եւ հստակ պատկեր կունենանք, թե որ մասն է ապահովագրված եւ ինչ մաս կա, որ ապահովագրության կարիք ուներ ու չեն հասցրել կամ չեն օգտվել։ Ախուրյանի համայնքապետարանը համայնքի ղեկավարի գլխավորությամբ սկսել է այցելությունները տուժած գյուղեր ու դաշտեր։ Համայնքապետարանում նշում են, որ հանձնաժողով է ստեղծվել գործը համակարգված կատարելու համար։ Մոտավորապես 13 բնակավայրերում տեղացած կարգուդի հետևանքով վնասվել են գյուղացիների ցանկատարածություններ, տանիքներ, ջրատակացուցիչներ, աբագիներ, կոտրել է աբագիներ։ Իսկ այս պահի դերությամբ առավոտ վաղ արդեն արձանագրում ենք վնասների չափերը։ Միաժամանակ տարերկից տուժած բնակավայրերում կրկին բարձրացվել է հակակարգտային պաշտպանության արդյունավետության հարցը։ Բնակիչների եւ համայնքային պատասխանատուների փոխանցմամբ կեսգիշերին հակակարգտային կայանները որոշ հատվածներում գործարկվել են, սակայն դա չի կանխել կարկուտի հուժկու տեղումները եւ դրանց հետևանքով առաջացած վնասները։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։ Տեղի է ունեցել արհեստական բանականության կենտրոնի առաջին պաշտոնական շրջայցը, որի ընթացքում ներկայացվել են նախագծի հիմնական գործողություններն ու առաջիկա անելիքները։ Հուլիսի 15-ին կմեկնարկվի AI գործարանի աշխատանքները, կտեղադրվեն առաջին սարքավորումները։ Երկուշաբթի օրը արդեն իսկ սկսելու ենք տեղադրումը GPU-ների եւ հուլիսի 15-ին կմեկնարկենք AI կենտրոնի աշխատանքը, ինչը իրենով արդեն Հայաստանը կդասի տարածաշրջանում ամենամեծ GPU քանակներով ունեցող երկիրը։ Թիմ Տելեկոմ Արմենիայի հովանավորությամբ եւ միջնորդությամբ։ Նախագիծը նպատակ ունի Հայաստանը դարձնել տարածաշրջանի տեխնոլոգիական կենտրոն, ապահովելով արհեստական բանականության զարգացման, գիտական հետազոտությունների եւ նորարարական լուծումների ստեղծման լայն հնարավորություններ։ Նոր գործարանը կծառայի որպես հզոր տեխնոլոգիական հարթակ, միավորելով միջազգային փորձն ու հայկական ներուժը։ Այսօր աշխարհարչակ Nvidia-ն, Dell-ը եւ մյուս ընկերությունները, երբ որ դիտարկել են Հայաստանում իրենց գործընկեր ընկերություն ընտրելու, Տելեկոմ Արմենիան եղել է եզակին, ով ունի այդ հնարավորությունը միջազգային կապուղիներ տրամադրելու։ Մենք այսօր ավելի քան 4 ուղղություններով Հայաստանից դուրս եկող կապուղիներ ունենք եւ դա ապահովում է հենց այն ստանդարտը, որը որ նման դատակենտրոնները ամբողջ աշխարհով պահանջում են։ Գործարանում կտեղադրվեն գերհզոր եւ ժամանակակից սարքավորումներ, որոնք կապահովեն արհեստական բանականության համակարգերի անխափան, արագ եւ արդյունավետ աշխատանքը։ Նախագիծը նախատեսված է միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներով, ինչը հնարավորություն կտա իրականացնել մեծածավալ հաշվարկներ եւ զարգացնել նորարարական տեխնոլոգիական լուծումներ։ Նախագծի առաջին փուլում նախատեսված շուրջ $500 միլիոն ներդրումներով չեն սահմանափակվի։ Երկրորդ փուլում ենթակառուցվածքները կհամալրվեն 41,000 գրաֆիկական պրոցեսորներով, ինչը զգալիորեն կբարձրացնի հաշվարկային հզորությունները։ Ծրագրի նախաձեռնողների գնահատմամբ այս մասշտաբային ներդրումների շնորհիվ Հայաստանը հնարավորություն կունենա հայտնվել արհեստական բանականության ոլորտում, աշխարհի առաջատար երկրների շարքում եւ դառնալ տարածաշրջանի կարևոր տեխնոլոգիական կենտրոն։ Պատրաստվում ենք գործարկել երկրորդ փուլը, ինչը լինելու է այս չափերը, որ տեսակ, սրանից մոտ 10 անգամ ավելի մեծ, թե գումարով, թե ֆիզիկական չափերով։ Երկրորդ փուլը գործարկելուց հետո ընդհանուր ծավալը ներդրման կկազմի մոտ $5 միլիարդ ԱՄՆ։ Այն նախ եւ առաջ ապացույց է ինքներս մեզ համար, որ Հայաստանը իր սեփական ուժերով կարող է մեգա նախագծեր իրականացնել եւ դա անել շատ արագ։ Գայանե Հովանիսյան, այսօր։ Որ ասում են գործարք են առաջարկել, թող ասեն ով ում է առաջարկել, որ Գագիկ Ծառուկյանին գործարք առաջարկեինք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հարցին, թե տեղեկություններ կան, որ ընտրություններից առաջ Փաշինյանը ընդդիմադիրներին փորձել է առաջարկ ներկայացնել գործարքի գնալ, մասնավորապես Գագիկ Ծառուկյանին։ Ով
Գագիկ Ծառուկյանին ասենք, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար։ Ասենք Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում բացի գործարքից ոչ Հայաստանում իրան գործարք առաջարկող չի եղել, դրա համար որփի նման ընկել է աշխարհի աշխարհ տարբեր տեղերում գործարքա բան արել, փնտրել, գտել, հետո բարձվել է ընդամենը իրան բան են արել, հավաքագրել են ինքը դրանից տեղյակել չի։ Ասենք ով է գործարք առաջարկել։ Իսկ Գագիկ Ծառուկյանը կխնդրի, որ ես գործարք ստոյկա կտա Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրան։ Այդ ինչի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է խախտումներին, ուրեմն ես գիտեմ մի բան, քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե, առնվազն միջև այն շեմը, որը պետքա կարող է իրանց տանեցիներին փող չեն տվել, չնայած էլ եմ կասկածում։ Կարծում եմ դե իրանց տանեցիները փողի նույնիսկ զավակներին մեծ բաներ, չէ, բաժնեմասեր ընտրություններից առաջ փոխանցվեց, դերևս մտավախություն ունենալով նրանք կքվեարկեն, թե չեն քվեարկի։ Առանց փողի նրանց օգտին ոչ մեկ չի քվեարկել։ Ոչ մեկ, բացարձակապես ոչ մեկ։ Նրանք խախտումներ, այո, եղել են, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, որովհետև այդ իրեկուժը ընտրությունների խորհրդան մտնելու շեմը պետքա չհաղթահարեն։ Հիմա էլ քննարկում են, ասում են մանդատները վերցնենք, թե չվերցնենք։ Անկեղծ ասած, եթե չվերցնեն, գոնե 100% լեգիտիմ խորհրդարան կունենանք։ Թե չէ, տենց ստիպված ենք լինելու տեսնել խորհրդանի ամբիոններին փողի կալոդներ փռած, որոնք որևէ այլ քաղաքական արժեք չունեն։ Շնորհակալություն ձեր հարցի համար։ Իրանք կարող են արտահայտվել այդ առումով, բայց ելի եմ ասում, նրանք չեն ստացել, նրանք չեն անցել շեմը, նրանք անցել են փողի շեմը։ Եվ ելի եմ ասում, մեր դատաիրավական համակարգը պետք է պատասխան տա։ Եվ ես չեմ պատկերացնում, այս ընտրություններում ընտրակաշառքի մեջ բռնված ցանկացած ոք միջև հաջորդ ընտրությունների արդյունքները ամփոփելը պետք է բանտում լինի։ Եթե ոչ, ուրեմն դատաիրավական համակարգը գործում է ընդդեմ պետության եւ պետությունը պետք է արձագանքի։ Սա շատ հստակ է։ Որևէ մեկը, որ բռնվել է 2031 թվականի ընտրությունների պաշտոնական ամփոփման օրը պետք է լինի բանտում։ Եթե ոչ, ուրեմն դատաիրավական համակարգը գործում է Հայաստանի Հանրապետության դեմ։ Հայաստանի Հանրապետությունը պետք է միջոցներ ձեռնարկի այդ մաֆիան արմատախիլ անելու ուղղությամբ, որովհետև պետք է պատասխան տան։ Ինչ է նշանակում, ասենք, բռնել արդարացնել Գագիկ Ծառուկյանին ընտրակաշառքի գործով։ Որը մեկ ուզում ասի, որը մեկը Գագիկ Ծառուկյանին ձրի բռնել է արդարացրել է։ Էս ինչ ընդհանրապես ձև է։ Շնորհակալություն հարցի։ Բայց ձրի արել, թող ես համակարգին եմ մեղադրում կոռումպացված լինելու մեջ։ Այո, կոռումպացվածները ցանկացած հարց այսօր կարան լուծեն դատական համակարգում, ցանկացած հարց։ Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հերթական դեպքերը։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածուն նույն կուսակցության համակիրների եւ այլ անձանց հետ ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի մարզի մի շարք բնակիչների տվել է ընտրակաշառք, ինչպես նաև հիշյալ կուսակցության համակիրները նույն մարզի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռել են, որպեսզի վերջիններս մասնակցեն նշված կուսակցության կողմից Երևան քաղաքում 2026 թվականի հունիսի 4-ին անցկացվող հավաքին։ Ախպերս դվոր էտենցի ուրեմս բռոտս պդեթայի բարգավաճին ընտրի ախպեր։ Սամս երետ պերես փոխտվեց ախպերս։ Բայց պժամաժանին չանեի։ Չէ, սոեն Սամուիլ աչիրն է, Գուգուես հարևան դիմացնում։ Մենք Գուգուն դանց շտար կորը էլի սավեն չաշ պերեսյալ։ Ոնց շորսինել Երևան է դա 100%-ի։ Բայց բոլնել մարժուղ է։ Ապեր տոմանացած եղերեն ժողեն տոնն բելա։ Ասեհա տետելայ մեխինջ ավտոտնացի հետո։ Արտուր ջան։ Ասեիլայ տետ մեկ 20 երցուն խուգի տնացի։ Հետո, брат,
Գալխինը խիխազա փուրեմ տալ։ Թորի ягդանձրը իշքան ուզել ժողովապեր։ Խիխազա դրում դա կա լավ չես։ Մա ավտոմեշ 4 հոգինստի։ 2010 գտվել էր խիտալել 20000 էր ավտո։ Ինչ փոխավ։ Ես կասեմ, այդ վինստի խազա։ Խիխազայի մորշու փուրը, դա գազի փուրը, բենզինի փուրը։ Ես իմ ավտոյի մերվան տարան, բայց ես 20-30 դեր բենզին եմ դա։ Ես այդ մորշուները վեր շուտեղ տորուկ։ Արու բայց եթե տոկոսը նորմալ խփող ջոթն է թալեմ ծառայում։ Ջոթն թե շետ համա։ Պետրոլում սոկալի շոկա։ Ինչ անում ավտոկորը կանցնե։ Ակտակը։ Արտուր, ոստված չանե դա բիթափով պարանա։ Այո, դες պարան դուրս ոչ։ Ֆոնտի պրոնի, ցեմենտի արսի պրոնի։ Ախտը ոնց շորսինի դերում է թայ պորտոդեր։ Դաժողովի զարմանի։ Շադուր, պոլնել մոտ։ Իշկե։ Լեբուդես ներսավոքի, առոտում արովին կանշեց մոդել արիկը։ Ասած ու ծենող բեր, արխանի էլ էս ծնած։ 4 դավ։ Մենայ մուտիլի վրան կասկածին։ Մեպետ ցակները ջնջել իրար մոտ է։ Ինչ ես մտածել։ Ինչ եմ մտածել։ Պետք Բայց այսօր մատը 7-ին է կանշած։ Օպեր պրոմոց ոչ նկանանում դրուկ չկա։ Լսի մեդեն ընթխտխոմ մեջ դեր թույլ։ Դու բոյվրեմի կաշումանա։ Երեք հայ իրեր տակը 7։ Լսեմ ես արմանը կանչեմ տամ։ Ասպետը մտեմ պոնչից պետքան լամաս թո պանչասի անգարդ ստացած։ Դա մի հապինան էլ դեռներես։ Ատա վեցի։ Ես վեր ժողովրդի կանչած բարգավաճ չնացին։ Դրաշ շարես ասի քանո իրեզանոց լոկելս 1 միլիոն ասած արվեց մեջիկները։ Իվեն գոչ մասնավոր խայր կոնախ դրես։ Մա հեսա խայր տամ դիֆերենցիալային են մշտաբով պրիանտի բացին։ Մեր խայրը տամ ընտանվերին ողբերս։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Միացյալ Նահանգները եւ Իրանը երկրորդ օրն անընդմեջ փոխադարձ հարվածներ են հասցնում։ Ռազմական գործողությունները վերսկսվել էին, երբ Հորմուզի նեղուցի տարածքում խոցվել էր ամերիկյան Ապաչի ուղղաթիռը։ Ամերիկյան կողմը հայտնել է, որ շուրջ 50 թոմահոք հրթիռ է արձակել Իսլամական Հանրապետության ուղղությամբ։ Պայթյուններ են որոտացել Բանդր Աբբաս նավահանգստում, Թեհրանի երկնքում թռչող սարք է նկատվել։ Երկրի հարավում թիրախավորվել են հոբ համակարգեր, ռադարներ, հրամանատարական եւ ԱԹՍ-ների կառավարման կետեր։ Ըստ իրանական կողմի ամերիկյան ուժերը նաեւ փորձում են վնասել երկրի ջրային ենթակառուցվածքը։ Իրանն էլ 12 բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ F տեսակի կործանիչների տեղակայման վայրին եւ այլ կարևոր օբյեկտների Հորդանանում։ Հաղորդվում է, որ թիրախներ են խոցվել Քուվեյթում եւ Բահրեյնում։ Թեհրանից նաեւ հայտնել են, որ փակել են Հորմուզի նեղուցը բոլոր տեսակի նավերի, այդ թվում նավթատարների եւ առևտրային նավերի համար։ Սակայն նշվում է, որ Իրանի բարեկամ երկրների, այդ թվում Ռուսաստանի եւ Չինաստանի նավերի անցումը չի սահմանափակվի։ Այս պահին ռազմական գործողությունները դադարեցված են, սակայն կողմերը սպառնում են շարունակել պատերազմը եւ ընդլայնել դրա աշխարհագրությունը։ Մենք հարվածելու ենք նրանց եւ շատ ուժեղ, նրանք պետք է ստորագրեն համաձայնագիրը։ Դա շատ լավ գործարք է, որը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ։ Ինչ որ պահի շատ մոտ էինք համաձայնագրին, բայց նրանք փորձում են մեզ խաբել, հիմարացնել։ Սակայն ունենք բանակցված փաստաթուղթ, որը Իրանը պետք է ստորագրի։ Մինչդեռ նրանք անընդհատ ժամանակ են ձգում։ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է կվերացնեն Իրանը, եթե մոտ ապագայում գործարք չկնքվի։ Իսրայելից էլ հայտարարել են, որ հրեական պետության զինված ուժերը բերված են պատրաստության բարձր մակարդակի եւ կարող են գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ։ Թեհրանն իր հերթին հորդորում է ձեռնպահ մնալ հանրապետության նկատմամբ ագրեսիվ գործողություններից։ Հիմնվելով իր կարողությունների, ազգային միասնության եւ համերաշխության վրա, Իրանը վճռականորեն կդիմադրի ցանկացած ճնշման եւ սպառնալիքի։ Իսկ տրանսպորտային ցանցերին, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման եւ այլ ենթակառուցվածքներին հարվածելու սպառնալիքները ոչ թե ուժի ցուցադրություն են, այլ հուսահատության նշան։ Տարածաշրջանում էսկալացիայի նոր ալիքի ֆոնին Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպել են Բահրեյնում։ Գագաթնաժողովից հետո հրապարակված հայտարարությամբ դիվանագետները դատապարտել են Բահրեյնին, Քուվեյթին եւ Հորդանանին իրանական վերջին հարվածները, դրանք որակելով ինքնիշխանության եւ միջազգային իրավունքի խախտում։ Միևնույն ժամանակ դիվանագետները աջակցություն են հայտնել դիվանագիտությանը, ընդգծել, որ կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով։ Դիանա Գասպարյան
առանց դարձած տանիք Ստեփանավան քաղաքի Սուրբ Նշանի 50 հասցեում։ Շուրջ 220 քառակուսի մետր երկարությամբ տանիք ամբողջությամբ վնասվել է այստեղ։ Ինչպես տեսնում եք ու լսում եք, անձրևի ձայնը ոչ միայն կարելի է լսել, այլ նաև անձրևը տեսնել տանիքից ներս։ Այս հասցեում տուժել է նաև արևային կայանը, որն այլևս վերանորոգման ենթակա չէ։ Այս կապույտ վրաններով տանիքները նշան են այն բանին, որ տանիքից մնացել է միայն ձևը, այսպես ասած բովանդակություն այլևս չկա։ Ստեփանավան նորեր առաջ տեղացած նմանը չտեսած կարկուտից ուշքի չի գալիս։ Ամպրոպի ձայնը լսելուց էլ մարդիկ շտապում են հնարավոր տարբեր ձևերով պաշտպանել այն, ինչ մնացել է։ Ստեփանավանի Սուրբ Նշանի 50 տան բնակչուհին հիշում է. միանգամից սկսվեց։ Սարսափած կանգնել ենք ու նայել, կարելի ասել երևի մի 25 րոպե տեղած, շատ խոշոր հատիկներով նկարած ունենք 60-51 գրամ, 40 գրամ կարկուտները ու միանգամից ավիրեց։ Միանգամից ավիրեց, կարելի ասել շատ ուժեղ աղետի նման, երկաշարժի նման, հանկարծակի սկսվեց, հանկարծակի կտրվեց։ Նման ձևով չէ, եղել է, կարկուտներ եղել է, բայց անձրևներ, սելավներ անընդհատ եղել է, բայց նման կարկուտ չէ։ 38 տարի արդեն այստեղ եմ, նման բան չէի տեսել։ Միայն այս ընտանիքի օրինակով վնասի չափը մոտ է 5 միլիոն դրամին։ Տանիք, արևային կայան ու ջրատաքացուցիչ, ոչինչ փրկել չի հաջողվել։ Տանիքը մոտ 1.5 միլիոն կնստի, իսկ դրա արևային կայանը նոր ենք տեղադրել 3 միլիոնից ավել էր, լրիվ նույնն է, ջրատաքացուցիչը 500 թե 600 մոտ թենց եմ հիշում, վարկով ենք վերցրել, թենց մինչև 700 վարկով նստել է մեր վրա։ Բայց ոչ մի բան չի օգտագործում, էներգիա արդեն չենք արտադրում, ջուրը չենք օգտագործում, տանիք մի փոքր ցելոֆոնով բանով պաշտպանիչ բաներ են կարել, որ անձրևը չի դադարում, նորից այս պահին գալիս է, որ անձրևը տուն չլսվի։ Հարևանությամբ գրեթե բոլոր տներում պատկերը նույնն է։ Աղայան փողոցի 70-ամյա բնակիչը եւս նման աղետ չի հիշում։ Տանիքն է վնասվել ամբողջությամբ, ավտոտնակի տանիքն ու դուռը մաղ է դարձել։ Կարկուտը նույնիսկ հասցրել է ավտոտնակում կայանած մեքենան ջարդել։ Տնամերձ փոքրիկ հողակտորում իրենց ապրուստի համար մշակվող կարտոֆիլի, սոխի, սխտորի, լոբու բերքից էլ հույսը կտրել են։ Հույս չկա նաև պտղատու 2-3 ծառից։ Կարկուտն անգամ ծառեր է կեղևազրկել։ Շիֆրին ալրիվ ջարդվե կրիշի։ Մոտավոր քանի քառակուսի։ Մոտավոր 200 քառակուսի համար։ Լրիվ փոխելու։ Հա, ամբողջությամբ վնասվել։ Ամբողջությամբ վնասվել է, ու գարաժը տեսնում եք, գարաժն էլ է։ Հա, էլի։ Դե ազբոշիֆրից ինչ ունենք ջարդվել է։ Ում ազբոշիֆրից է լրիվ ջարդվել այս թաղամասը։ Հա։ Տիկին Ալիսան էլ կարկուտի օրվանից հետո անկողինն է աչու ձախ տեղափոխում։ Վնասված տանիքի ժամանակավոր ծածկը չի փրկում անգամ թեթև անձրևից։ Թաց առաստաղը տեսախցիկը փոխանցում է, սակայն խոնավության հոտը թերևս անհնար է նկարագրել։ Դուրս եկա բաղջից, երեխուն ասեցի կարկուտա։ Ամուսինս էլ Արմանից գյուղում է։ Եղե ընդյանա զանգե, որ մեծ կարկուտա։ Մեքենան աշխատեք, ինչ որ պաշտպանեք։ Դե չպատկերացինք, որ այդ աշճանի կլինի, որ մեքենան պետք է պաշտպանենք տունը, մենակ մեքենա։ Դե մի կերպ մեքենան հարևան Իվանայերին էլի մի քանի տեղ խփեց էլի մեքենայի վրա, բայց հասցրենք էլի։ Ամենաշատը դժվար տանիքը, հա, 170 170 քառակուսի մետր տանիքը ամբողջությամբ հա վնաս։ Ամբողջությամբ, որ ասեմ մի հատ շիֆրը անվնասա չէ։ Ստեփանավանցիներն ակնկալում են պետական աջակցություն, սեփական ուժերով հնարավոր չէ անգամ տանիքի հարցը լուծել։ Մեր ուժերով չեն կարողանա, ոնց են ասում, մարդիկ են աստիպված վարք են վերցնում, էս են անում, են անում, որ տանիքը գոնե կարենան անեն, բայց որ կարենային կանենք չենք սպասի ոչ մի բանի։ Արտակարգ իրավիճակի մյուս կողմում քաղաքապետարանի աշխատանքային արտակարգ ռեժիմն է։ Աղետից հետո ձևավորված հանձնաժողովն աշխատում է գիշեր ու ցերեկ, քաղաքապետի գլխավորությամբ։ Քաղաքացիների զանգերը չի դադարում, հոսքը շարունակվում է։ Վնասի չափերն են հավաքագրում։ Շաբաթ օրը համայնքի ղեկավարի հանձնարարությամբ ձևավորվել արագ արձագանքման շտաբ, հայտարարությունը համայնքապետարանի պաշտոնական էջերով, ամենքին ծանոթներով, որ
իրականացվում է աղետները ռիսկերի գնահատման մեզ գործընթաց պետք է սկսենք ու սկսվել է։ Սարսափելի են թվերը, պատկերը աղետ է հիշեցնում, ասում է զրուցակիցս։ Վնասված տանտանիքներ, ավտոտնակներ, անասուններ, ցանքատարածություններ, տնամերձ, մշակաբույսեր, մեքենաներ, շարքը շարունակվում է։ 1280 դիմումի կարգի այս պահին ունենք, տանիքների, արևային կայաններ, կոլբաներ, գյուղատնտեսական տենց հողերի վնասվածություն ու գումարած դրան էլ մոտավոր մի 650-ից արդեն մի քիչ ավել մեքենաների վնասվածություններ կա։ Ահագին մարդիկ ունենք, որ հյուրեր են եղել Ստեփանավան, հանգստացողներ, իրանց մեքենաներն էլ վնասվել ու վնասնել մեծ մասշտաբի, այսինքն տապակիները կոտրվել ամբողջությամբ։ Մի խոսքով աղետը շատ մեծ էր ու մասշտաբներն էլ շատ մեծ։ Հիմա ներկապային գտնվում ենք իրականացվում ավելի ճիշտ խնդիրների հավաքագրումը հասկանանք։ Ուրեմն մեր հետ աշխատում է նաև ոչ բացի այն փրկարարական ջոկատը, նաև մեր լոռը փրկարարական ջոկատը, ցուցակները մենք իրար հետ անդադ կիսվում ենք, իրանք ուրեմն մենք տվյալներ ենք տալիս, իրանք էլ են ճշտումներ անում, առաջի օգնություն, այսինքն տարեց մարդիկ, որ հնարավորություն չունեն ինքնուրույն ինչ-որ գործողություններ անելու, այնտեղ տես խմբերի դասակարգված առաջի օգնությունա ցուցաբերվան։ Րոպե առ րոպե է պատկերը փոխվում։ Հիմնական վնասը կրել է Ստեփանավան քաղաքը գրեթե բոլոր թաղամասերով։ Արմանիս գյուղում վնասը գլխավորապես գյուղատնտեսությանն է բաժին հասել։ Տավուշի մարզում շարունակվում են ազգային մշակույթի պահպանման ու երիտասարդ սերնդին հայկական արժեքներին հաղորդակից դարձնելու նախաձեռնությունները։ Դիլիջանի Հովհաննես Շարամբյանի անվան գեղարվեստի դպրոցում Green Rock հիմնադրամի Next Gen նախագծի շրջանակում իրականացվել է «Պարում են աղջիկները, ծաղկում է Դիլիջանը» նախագիծը, որի շրջանակում 20 աշակերտի համար ձեռք են բերվել հայկական ավանդական տարազներ։ Նախաձեռնության նպատակն էր երիտասարդների շրջանում բարձրացնել հետաքրքրությունը ավանդական մշակույթի եւ ազգային պարի նկատմամբ, ստեղծելով առավել նպաստավոր պայմաններ մշակութային կրթության ու ինքնության ներկայացման համար։ Ուրախ եմ, որ Դիլիջանի գեղարվեստի մանկական դպրոցի պարարվեստի բաժինը համալրվում է եւս գեղեցիկ թեմատիկ հագուստներով, որը համահունչ է մեր դիլիջանյան գունապնակին, մեր հատկապես մեր երեխաների տարիքներին համապատասխան երանգներ է ընտրվել հագուստներում եւ հագուստներում հիմնական ընդգրկվածությունը թեմատիկան եղել է գորգանախշերը, գորգային զարդանախշերը, որը երկար ժամանակահատված կարողացել ենք աշխատանք տանել այդ էսքիզների ձևավորման փուլում, կարողացել ենք աշխատանքներ տանել թե որ դերձակները կամ որ կազմակերպությունները պիտի աշխատեն այդ ուղղությամբ եւ ի ուրախություն մեզ բոլորիս կարող եմ ասել, որ համագործակցությունը եռակողմ ստացվել է, ժամանակ առ ժամանակ հատված կարճ ժամկետներում տարբեր թեմաներով հագուստներ են անհրաժեշտ լինում, սա մի փոքրիկ հնարավորություն է եւս լցնելու մեր բեմական հագուստների տեսականին ել ավելի շատացնելու եւ նոր բեմադրություններով հանդես գալու։ Ազգային մշակույթի պահպանումը սկսվում է հենց համայնքներից, իսկ երիտասարդների ներգրավվածությունը կարևոր պայման է մշակութային ժառանգության շարունակականության համար։ Next Gen ծրագիրը հնարավորություն է տվել նորովի ներկայացնել ազգային մշակույթը, համադրելով ավանդույթն ու ժամանակակից մոտեցումները։ Next Gen ծրագիրը, ինչպես նշեցի, երիտասարդներին տրամադրվող դրամաշնորհային ծրագիր է, որը իրականացվում է Green Rock հիմնադրամի կողմից եւ նպատակն է քաջալերել Դիլիջանում եւ ոչ միայն նաեւ հարակից գյուղերում ապրող երիտասարդներին։ Սա երկրորդ տարին անընդմեջ իրականացվող ծրագիր է։ Ընդհանուր առմամբ 2026 թվականին 5 հաղթող նախագիծ ենք ունեցել Next Gen ծրագրի շրջանակներում։ Նախագծի շրջանակում ձեռք բերված տարածները առանձնանում են իրենց խորհրդանշական նշանակությամբ։ Դրանց նախշաձառթումները ոգեշնչված են Տավուշի գորգարվեստի ավանդույթներից, արտացոլելով մարզին բնորոշ զարդանախշերը, գունային լուծումներն ու մշակութային ինքնատիպությունը։ Այս կերպ ազգային պարի միջոցով ներկայացվում է ոչ միայն հայկական պարարվեստը, այլև Տավուշի հարուստ կիրառական արվեստն ու մշակութային ժառանգությունը։ Պարային հագուստները ձեռք ենք բերել ազգային մոտիվներով,
օգտվել ենք Տավուշի գորգից եւ ստեղծել ենք ազգային տարազմ, որը համապատասխանում է Տավուշի գորգին։ Ունենք երկու զարդանախշ, հիմա այստեղ ցուցադրված է միայն մեկը, ծաղկային զարդանախշը եւ ունենք գորգապատկերային զարդանախշ, այսինքն թվով ձեռք ենք բերել երկու տեսակի արխալուղներ, որոնք համապատասխանում են ազգային ոճին պատկանող տարազներին։ Ազգային պար, Տավուշյան նախշեր ու մշակութային ինքնության պահպանման գաղափար։ Մշակութային ժառանգությունը պահպանելու լավագույն միջոցը այն երիտասարդներին փոխանցելն է, որպեսզի հայկական ավանդույթները շարունակեն ապրել ու զարգանալ նաև ապագա սերունդների համար։ Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկաններն ու ոստիկանության գվարդիայի ծառայողները հունիսի 2-ին շրջիկ ծառայության ժամանակ Պարյուր Սևակի փողոցում նկատել են կասկածելի վարք դրսևորող մի տղամարդու, որն ինչ-որ բան էր փորձում թաքցնել ծառի բնի մոտ։ Տեսնելով ոստիկաններին, տղամարդը դիմել էր փախուստի, ինչն արագ կանխվել էր։ Ժամը 16:30-ին թմրանյութ իրացնելու կասկածանքով տղամարդը ձերբակալվել եւ իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։ Մայրաքաղաքի Հովհաննիսյան փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդն ընդունել է, որ արդեն տեղադրել է մարիխուանայով 4 պատետ եւս 21-ը մեքենայում են։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ եւ քննչական գործողությունների արդյունքում նշված փաթեթները հայտնաբերվել են։ Ըստ 33-ամյա տղամարդու թմրամիջոցները ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով, տեղադրել ու լուսանկարներն ուղարկել ալիքի հասցեատիրոջը։ Նրան ներկայացվել է մեղադրանք, խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։